Потеря Армении – вот это гигантская проблема. Ռուսաստանյան պետական քարոզչության առաջատար դեմքերից մեկը հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը իր հեղինակային հաղորդման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի համար Հայաստանը կորցնելը լուրջ խնդիր կլինի։ Նա նշել է, որ Մոսկվան չպետք է այսօր զբաղվի Սիրիայով կամ Վենեսուելայով, ընդգծելով, որ Ռուսաստանի համար առավել ցավոտ են Իրան միջական ազդեցության գոտիներում, այդ թվում Հայաստանում տեղի ունեցող գործընթացները։ Սոլովյովի խոսքով, եթե Ռուսաստանի ազգային անվտանգության նկատառումներից ելնելով հնարավոր է սկսել հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայում, ապա նույն տրամաբանությամբ հնարավոր է նման գործողություններ իրականացնել նաև այլ երկրներում, որոնք Մոսկվան համարում է իր ազդեցության գոտի, թքած ունենալով միջազգային իրավունքի վրա։ Սոլովյովի այս հայտարարությունը Հայաստանում լայն արձագանք է ստացել։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել է, որ Հայաստանի ինքնիշխանության դեմ հնչող սպառնալիքներին պատասխանն առավել ակտիվ խաղաղաշինությունն է։ Մեկ նայեք աշխարհին։ Մեկ տեսեք այս փոթորիկը, որ աշխարհում տեղի է ունենում, եւ Հայաստանը, որն ամրապնդում է իր խաղաղությունը, Ադրբեջանի հետ սկսում է առևտուր, Թուրքիայի հետ մտնում է հարաբերությունների կարգավորման նոր փուլ, Տրամփի ուղու գործարկման շուրջ է աշխատում, սա ինչ է։ Սա մեր ինքնիշխանության ամրապնդման վառ օրինակներ են։ Եվ իհարկե հիմա հնչում են նորից սպառնալիքներ մեր ինքնիշխանության դեմ։ Ինչ պիտի մենք անենք։ Մենք պիտի տասնապատկենք մեր ջանքերը խաղաղության ամրապնդման, սահմանների ապաշրջափակման, ճանապարհներ կառուցելու, առևտուր անելու, հարևանների հետ խաղաղ համակեցության ուղղությամբ։ Սա է մեր ինքնիշխանության ամենակարևոր երաշխիքը եւ սա է լինելու մեր պատասխանը։ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը եւս Facebook-յան իր էջում անդրադառնալով Սոլովյովի հայտարարությանը գրել է. «Շունը հաչում է, քարավանը գնում։ Շունն այս դեպքում Սոլովյովն է, իսկ քարավանը մեր սիրելի երկիրը, որը գնում է դեպի անշրջելի խաղաղություն եւ զարգացում»։ Ազգային ժողովի падգամավոր Վահագն Ալեքսանյանը Սոլովյովին համարելով ռուսական պրոպագանդիստ նշել է, որ վերջինս հրապարակայնորեն Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի կոչ է անում։ Վլադիմիր Սոլովյովը նորվա հարթուղեղը չի, նա իր հարթուղեղությունը բազմաթիվ անգամներ է ապացուցել ու նրա այս տխմարաբանությունը ու այս ռետորաբանությունը ընդհանրապես նորություն չի նաև նրա թշնամական վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության ու Հայաստանի անկախության նկատմամբ, բայց այդտեղ մի ուրիշ հետաքրքիր բան կա, բա ուր են մեր ընդդիմադիրները։ Ուր են մեր այն ընդդիմադիրները, որ ադրբեջանական մամուլում ինչ որ մի Չ կլասի փորձագետի ազգուշ կամ թեկուզ հենց թշնամական, այո, բառակապակցությունից միանգամից տենց թուրն առնում ու ընկնում են իշխանությունների կներեկարտադրությանս համար ջանին։ Բա տեսեք ինչեր են ասում։ Բա ժողովուրդ ջան, Վլադիմիր Սոլովյովը, ձեր սիրելի, նման արտահայտություն արել։ Աստա Հայաստանի դեմ Ռուսաստանը պետքա փաստացի պատերազմ սկսի։ Բա ինչից են չեք հանում։ Ազգային ժողովի падգամավոր Ալխազ Ղազարյանը նշել է, որ Սոլովյովի եւ նրա գաղափարակիցների համար Հայաստանը դիտարկվում է որպես ազդեցության տարածք, այլ ոչ թե ինքնիշխան պետություն։ Սոլովյովն այս հարցում գործընկերներ ունի ոչ միայն Ռուսաստանում, այլև Հայաստանում։ Դրանք այն շրջանակներն են, որոնք ժամանակին պատվո շքանշաններ են կախել Սոլովյովների ու Սիմոնյանների վզից եւ այսօր էլ լռում են, վախենալով հակադարձել իրենց պատվո շքանշաններին, որը բացահայտ կոչ է անում ռազմական ագրեսիա նախաձեռնել եւ փաստացի օկուպացնել Հայաստանը։ Դրա պատճառը մեկն է, նրանք բոլորը համակարծիք են այն մտքին, որ Հայաստանը երրորդ երկրի ազդեցության տարածք է։ Մինչդեռ Հայաստանը այսօր վերականգնել է իր ինքնիշխանությունը եւ դրանց քաղաքական նպատակը հենց դա է՝ զրկել Հայաստանին այդ ինքնիշխանությունից, կրկին դարձնել ազդեցության տարածք, ֆորպոստ եւ գուբերնիա։ Ազգային ժողովի падգամավորներ Արփի Դավոյանը, Հասմիկ Հակոբյանը, Վլադիմիր Վարդանյանը եւս արձագանքել են Սոլովյովի հայտարարություններին։ Վերջինս նշել է, որ հատուկ ռազմական գործողություն ձևակերպումն իրականում նշանակում է պատերազմ ինքնիշխան պետության դեմ եւ անհամատեղելի է բարիդրացիական հարաբերությունների եւ միջազգային իրավունքի հետ։ Վարդանյանը շեշտել է, որ խաղաղությունը չի կարող հաստատվել այլ պետության ներքին գործերին միջամտելով։ Իշխանության կողմից բազմաթիվ հորդորներից ու գրառումներից հետո որոշ ընդդիմադիր նախկին падգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ, մասնավորապես Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշել է, որ ռուսաստանցի որոշ գործիչներ տարածաշրջանի մասին խոսելիս հանդես են գալիս փղի ապակեղենի խանութում վարքագծով, ինչը վնասում է հայ-ռուսական հարաբերություններին։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ հայտարարել է, որ Հայաստանը որևէ ազդեցության գոտի չէ եւ չի կարող դիտարկվել որպես ճնշման կամ պատժման օբյեկտ։ Սոլովյովի նման հայտարարությունները ոչ միայն անհարգալից են Հայաստանի պետականության նկատմամբ,
այլ նաև վնասում են հայ-ռուսական հարաբերություններին։ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ երկիր է եւ որևէ երկրի կամ անձի կողմից ուժի, ճնշման կամ ապակայունացման սպառնալիքը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Եվ մեր Հայաստանի Հանրապետության շահը խաղաղ, կանխատեսելի, ինքնիշխան քաղաքականությունն է եւ մենք մերժում ենք ցանկացած հիբրիդային կամ բացահայտ սպառնալիք։ Այնպես որ Սոլովյովը պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից։ Նշենք, որ Սոլովյովի հայտարարություններից հետո Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։ Նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում ընդգծվել է, որ պետական հեռուստաընկերության եթերում հնչած հայտարարությունները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն եւ խախտում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները։ Սոլովյովի հայտարարությունների վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները փոխանցվեցին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպանատնից։ Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը եւս հայտնել էր, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը հրավիրվել է նախարարություն, որտեղ նրան հանձնվել է բողոքի հայտագիր։ Բողոքի հայտագրում խոր վրդովմունք է արտահայտվել պետական մեդիա հոլդինգի մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ։ Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում եւ կոպտորեն խախտում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները։ Սոլովյովի հայտարարությունների վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները կփոխանցվեն Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը։ Այս մասին էլ հայտնել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից, հաստատելով, որ դեսպանը կանչվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն։ Նրան հանձնվել է բողոքի նոտա։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։